Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն։ Հասարակությանն այսօր իմ զրուցակիցն է քաղաքագետ Լիլիթ Դալաքյանը, բարև ձեզ։ Տիկին Դալաքյան, այսօր Կոպենհագենում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան վարչապետ, նախագահ Իլհամ Ալիև հերթական կարելի ասել արդեն հանդիպումը երկար չի տևել, հայտնի չի ինչի մասին են խոսել պետությունների ղեկավարները, բայց եղած արդեն զարգացումները հաշվի առնելով, ըստ ձեզ այդ հանդիպումը, այդ իմ ասած հերթականն է, թե ինչ-որ բան որոշվելու է այդ հանդիպման ժամանակ, հաշվի առնելով, որ անկախ ամեն ինչից, հայկական կողմը ինչ է ասում, ադրբեջանական կողմը ինչ է ասում, Թրամփը այնտեղ ինչեր է ասում, խաղաղության գործընթաց որոշակի ստագնացիայի փուլում է։ Դե ես չէի շտապում ճիշտ ասած խոսել, որ օգոստոսի 8-ը խաղաղություն է եւ փաստորեն Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ հակադարձելով Ալիևին եւ շատ ճիշտ ես ասել եմ, որ պետք է հակադարձել, բայց արդեն մամուլի խոսնակի մակարդակով ՄԱԿ-ի ամբիոնը այլ էր, որովհետեւ Ալիևը փորձում է մեզ ներքաշել Հայաստանին, Զանգեզուրի միջանցք, անընդհատ այդ արտահայտությունն նա հատուկ է անում, ես տարբեր հաղորդումների ընթացքում նշել եմ, որ Ալիևը եւ նաեւ Էրդողանը առերևույթ համաձայն լինելով խաղաղության հետ չցանկանալով Թրամփի հետ հարաբերությունները բարդացնել, որովհետև եւ Ալիևը կարիք ունեին հանդիպել Թրամփի հետ եւ Բայդենից հետո նաեւ Էրդողանը, գիտենք, ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները սրվել էին։ Նրանք մասնակցում են այս process-ներին, բայց միաժամանակ տեղ են թողնում հետ դառնալու համար, օրինակ նոյեմբերի 9-ի պայմանագրին, դրա համար օգտագործում են այն տերմինը, որը ըստ էության ռուսական կորիդոր, Օվերչուկի բառերն են, Զանգեզուրի միջանցք։ Չեմ կարծում այստեղ իրենք ինչ-որ խոսակցություն են ունեցել, երևի էլի խաղաղության համաձայնագրին իրենց ուրեմն նվիրվածությունն են արտահայտել, բայց Նիկոլ Փաշինյանի վերջին խոսքերը ապացուցում են, որ նա ինքն էլ է գիտակցում, որ Ալիևը գուցե ինչ-որ պահի փորձի այլ ուղղությամբ մտածել արդեն։ Տեսեք, ես ճիշտ հասկացա, որ դուք ասում եք, որ Էրդողանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագիրը չեղարկվի եւ այնտեղ արանքում տակը ավելի ճիշտ մնա նոյեմբերի 9-ի 2020 թվականի հայտարարությունը էլի եռակողմ, բայց արդեն Ռուսաստանի մասնակցությամբ։ Էրդողանին նկատի ունի հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված, հիշում եք Թալիաթ եւ այլն այդ անունները, դա հատուկ էր արվում Հայաստան դժգոհություն առաջացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը Զանգեզուրի այսպես կոչված իրենց ասած միջանցքի վերաբերյալ, Թուրքիան կցանկանար, որ դա վերահսկի Ռուսաստանը, ոչ թե ԱՄՆ-ն վերահսկել, նկատի ունեմ դեռ չգիտենք օպերատիվ վերահսկում կամ ադմինիստրատիվ եւ այլն։ Քանի որ Ռուսաստանը պարզ է, որ թույլ է ԱՄՆ-ից եւ Թուրքիան կարող է միշտ Ռուսաստանի հետ առևտուր անել։ Ռուսաստանն էլ ինչու է միշտ ասում, որ մենք 3+3 հարթակում Թուրքիայի դեմ չեն իրենք երբևիցե, իբրև ՆԱՏՕ-ի ներկայության դեմ են, բայց ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի ներկայությունը դեմ չեն, իսկ ԱՄՆ-ին դեմ են, որովհետեւ իրենք հավասարազոր երկրներ են, նույնիսկ չգիտեմ այս բանը Ռուսաստանը հավասար է թե ոչ, եւ իրենք կփորձեն ինչպես 100 տարի առաջ այստեղ առևտուր անել։ ԱՄՆ ներկայությունը երկուսին էլ դուրս չի գալիս։ Այլ հարց է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ ԱՄՆ դաշնակից փորձում է նաեւ այլտեղ խաղալ, նայած աշխարհակաղակական իրավիճակը ինչպիսին կլինի, բարձ ասենք կհաղթի ԱՄՆ դիրքորոշումը ազատ աշխարհը, թե ռուսական պեկինյան դիրքորոշումը Ուկրաինայում։ Ուկրաինայի դեպքերը մեծ ազդեցություն են ունենալու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի կապ, որը որ ճիշտ է Թրամփի ուղու վրա։ Ինչ իմաստով ազդեցություն ունենալու։ Այսինքն մենք այսօր ունենք երկու պայմանագիր։ Հայաստանը դուրս չի եկել, ես դրա մասին խոսել եմ նոյեմբերի 9-ի համաձայնագրից, կապ չունի Նիկոլ Փաշինյանն ասում է, այլևս պետք չի նոյեմբերի 9-ը, այդպես չի, կա համաձայնագիր։ Իրեն իդեպ հատկադարձեցին Մոսկվայից, որ Հայաստանը եւ ոչ էլ Ադրբեջանը դուրս չեն եկել։ Հաջորդը այն տեղեկատվությունը, որ նոյեմբերի 9-ի պայմանագիր լրանում է այս տարի նոյեմբերին, այդպես չի։ Դա վերաբերում է Արցախում ռուս խաղապահների տեղակայմանը 4-րդ կետին։ Երկուսն էլ պահում են նոյեմբերի 9-ը, եւ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը։ Եթե Ռուսաստանը իր դիրքերը ուժեղացնի Ուկրաինայի ռազմաճակատում կամ Եվրոպային սկսի ավելի շանտաժ անելով փորձել հասնել Ուկրաինայում ինչ-որ զիջումների, բանակցությունների սեղանին, մենք կտեսնենք, որ այս երկու երկրները կարող է ինչ-որ պահի արդեն նորից խոսել նոյեմբերի 9-ից։ Հայաստանին դա ձեռնտու չի։ Հայաստանին ձեռնտու է ամերիկյան նախագիծը, բայց այստեղ էլ Թրամփն է խնդիր, որովհետեւ Թրամփը չունի հստակ քաղաքականություն։
Նոյեմբերի 9-ը մրցում է Տրամպի օգոստոսի 8-ի հետ։ Նոյեմբերի 9-ի հեղինակը Պուտինն է։ Հիմա Տրամպը Պուտինի հետ գնալու է ինչ որ հակազդեցության։ Եթե ես իմանայի, որ Բայդենն է, իհարկե իր թերություններով հանդերձ, ես վստահ կլինեի, բայց Տրամպի հետ կապված ես հուսով եմ, ես կարող եմ ասել հուսով եմ, բայց 100% ոչինչ չեմ կարող ասել։ Դրա համար եւ Փաշինյանը եւ Ալիևը գիտակցում են, որ ինչ որ պահի կարող է վերադառնալ նոյեմբերի 9-ին, որը մեզ համար կլինի շատ բացասական, բայց Ադրբեջանի համար ոչ։ Հիմա տեսեք, եթե գնում ենք այն տրամաբանությամբ, որ Բաքվին պետք է նոյեմբերի 9-ը, Անկարային պետք է նոյեմբերի 9-ը, ենթադրաբար նաև Ռուսաստանին է պետք նոյեմբերի 9-ը, որովհետև օգոստոսի 8-ի դեպքում Ռուսաստան չկա։ Այո։ Հա, բառացիորեն։ Հիմա հետևաբար այդ տրամաբանությամբ այս կողմերը պիտի սինխրոնացված աշխատեն։ Հիմա Ռուսաստանից այդ իմաստով ամենայն դեպս այսպես առերևույթ աշխատանք չի երևում։ Ռուսաստանը այսպես ավելի շատ զբաղված է ուկրաինական ճակատով, որի մասին դեռ կխոսենք։ Առանձնապես բուրըն արձագանքներ չկան, իմիջայլոց շատ հետաքրքիր է վերջին 1-1.5 տարվա ընթացքում, 1.5 ամսվա ընթացքում նույնիսկ Տիկին Զախարովան է լռում տարբեր թեմաներով, բայց ենթադրաբար ինչ-որ տարբերակով պետք է աշխատեն, հա, մարդիկ ենթադրում եմ, օրինակ տեսեք, լուր հայտնվեց, որ Ռոբերտ Քոչյանը մեկնել է Մոսկվա, այնտեղ հանդիպումներ է ունեցել մի շարք, այդ թվում նաև Կիրիենկոյի հետ։ Հիմա կարող է այդ նոյեմբերի 9-ի մասին էր այդ հանդիպումը։ Նախ ես Պեկինին չէի հանի։ Պեկինը առավել կարևոր կենտրոնն է։ Մեր ռազմավարական գործընկեր Պեկին։ Իբրև Պեկինին ձեռնտու է ամերիկյան ներկայություն տարածաշրջանի լոգիստիկ ճանապարհների վրա Չինաստանից եւ Միջին Ասիայից եկող այն էլ, գիտեք, վատը որն է, աշխարհակահաղական իրավիճակը մեր օգտին չի։ ԱՄՆ Չինաստան հարաբերությունները սրվում են։ ԱՄՆ Իրան հարաբերությունները սրվում են, ԱՄՆ Ռուսաստան հարաբերությունները ուզեն չուզեն ինչ որ բայ սրվելու են Տրամպից անկախ է, Եվրոպա Ռուսաստան, այսինքն սրացող աշխարհակահաղական իրավիճակում, եթե չլիներ այդ իրավիճակը օգոստոսի 8-ը լիովին կգործեր եւ դա շատ ձեռնտու էր մեզ, բայց քանի որ տարբեր կենտրոններ հետաքրքրված են Սյունիքի այդ ճանապարհների նկատմամբ, Հայաստանը շատ բարդ իրավիճակում է հայտնվել, ինքը իրենից կախված աշխատանքը պիտի կատարի, բայց 2020 թվականը Հայաստանից չէր կախված, դա միջազգային զարգացումներն էին։ Ինչ վերաբերում է լծակներին, դրանք տարբեր են։ Նախ ով ասեց, որ Ադրբեջանը այլևս Ռուսաստանի հետ չի շփվում։ Այդ հայաստանյան ընդդիմության տեսակետը, որ կգնան Բաքուն կգրավեն, մենք տեսնում ենք, որ շատ լավ էլ շփվում են։ Օվերչուկը հանդիպում է Փաշաևի հետ։ Մենք տեսնում ենք, որ խոսում են միջկառավարական հանձնաժողով ստեղծելու մասին իրենց հարաբերությունները կարգավորելու համար։ Ռուսական նավթը Ալիևը իր նավահանգիստներով էլի տեղափոխում է Եվրոպա եւ գազը գազամուղներով երկրորդային շուկա սանկցիոն։ Այսինքն հա առերևույթ այսպես իրար կսմտ բայց երբևիցե իրենք իրար դեմ չեն լինի ընդդեմ Հայաստանի։ Իրար դեմ կլինեն միշտ ընդդեմ Հայաստանի եւ ԱՄՆ ներկայության կամ Եվրոպայի, երկուսն էլ ավտոկրատ երկիր են։ Այսինքն նախ Ալիևին այստեղ չբացառենք, որ ինչ որ բայ իրեն շահերը կհամընկնեն եւ Ալիևը առիթ կստանա։ Երկրորդ Հայաստանյան ես ինչ եմ քննադատում իշխանություններին, որովհետեւ իրենց թվում է, որ այս ընդդիմությանը սնելով, ես տեսնում եմ, որ դա իրոք այդպես է։ Նոր ուժեր են արդեն հայտնվում։ Իրենք մտածում են իրենք կհաղթեն, չէ՞, որ ասում են հենց հիմա կարող ենք ձեզ տանենք կրենք, կներեք դա Ալեն Սիմոնյանի արտահայտությունն է, բայց այդ կրվողները ինչ որ պահի ես մշտապես արդեն երկրորդ տարից զգուշացնում եմ, կարող է գումարներ օգտագործելով Մոլդովան ինչպես փրկվեց, չնայած դեռ հարցը էթնիկ կոնֆլիկտները կկիրառեն, թե ոչ Մայա Սանդուն ընտրությունների օրը կուսակցության մասնակցություն է արգելել 4 Եվ այդ ձայները չեն էլ հաշվել, անվավեր են ճանաչել։ Իհարկե կարող ենք դեմոկրատիայից խոսել, բայց իրենք ապացուցել են, որ դա ռուսական Իլոն Շորի գումարներն են։ Հայաստանում դա չի արվում, եւ այս մարդիկ Հայաստանում դժգոհությունը մեծանում է իշխանություններից, սոցիալական հարցերի հետ կապված իրենց խոստումները չկատարելու եւ ժողովուրդը կարող է ինչ որ պահի թեկուզ 10%-ը ես ասում եմ, որ դա կլինի։ Ասենք մտածել, որ այս ուժերը Սամվել Կարապետյանը, իրենք տարբեր խմբեր են, չէ՞, ձևավորում։ Եվ եկեղեցին, Մոլդովայի նման, այսինքն չի կարելի մտածել, որ հարմար է։ Հայաստանը փոքր երկիր է, 10-15 հազար ցուցարար մի քանի օր փողոցում կարող են լուրջ խնդիրներ ստեղծել։ Էլ չասած, որ իրենք կարող են այնտեղ Ալիևի հետ արդեն խոսել հերվից, որ մենք Արցախը կվերադարձնենք, կգնան սահման, Կիրանց, Ոսկեպար,
կասեն, հասկանում եք ինչ նկատի ունեմ։ Մեր ԱԱԾ-ն էլ իհարկե չգիտեմ նոր ղեկավարի մասին, բայց ինչքանով տեսնում ենք, ԱԱԾ ղեկավարները վստահություն չեն ներշնչում Փաշինյանի մոտ։ Նա որերորդ ԱԱԾ ղեկավարին է փոխում, այդպես չի լինում նորմալ երկրում։ Այսինքն Հայաստանում ռուսները եւ ԿԳԲ-ն ունեն մեծ ցանցեր։ Ես չեմ տեսնում, որ դրա դեմ պայքար է ընթանում։ Ժամանակին իմիջիայլոց տենց հումոր կար, ասում էին, ազգային անվտանգության ծառայության պետին էլ հիպոթեկ չեն տալիս, որովհետեւ երաշխիք չկա, որ երկար աշխատել։ Իհարկե, եւ հետարքիրն այն է, որ բոլորը ովքեր պաշտոնից զրկվում են, դառնում են այդ միություն ունեն, չէ՞, ԱԱԾ սպաների եւ բոլորը մասնակցում են Քոչարյանի միտինգին կամ Բագրատ Գալստանյանի։ Այսինքն Հայաստանում ես սարսափելի է, նույնիսկ իրենք խորը արմատներ ունեն ռուսները դաշնակցության մեջ, Մոլդովան կարողանում է դա անել եւ դեռ չի ավարտել։ Հայաստանում ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այսպես է մտածում, դե ինչքան էլ Քոչարյանը ձայն հավաքի, իսկ քիչ է հավաքելու, բայց ձայնով չի որոշվում։ Ռոբերտ Քոչարյանը երբեք ձայն չի հավաքել, բայց կարողացել է իշխանությունը ուզուրպացնել հոկտեմբերի 27-ից հետո, ընտրություններ կեղծելուց հետո, իսկ գումարը այսօր այն երկրում, որտեղ սոցիալական լուրջ խնդիրներ կան, մեծ դեր կարող է խաղալ։ Բայց տեսեք, քանի որ խոսք գնաց ընդդիմության մասին, այնպեսի տպավորություն է, որ ընդդիմությունը ոչ միայն չի կարողանում իր շուրջը համախմբել գոնե հասարակության մի մասին, այլև ընդդիմությունը ինքն իր համար չի կարողանում նպատակներ ձևակերպել, հա, ձևակերպել թղթի վրա գրել։ Այդ ընդդիմությունը ինչ կարող է անել։ Մյուս կողմից էլ։ Նախ, որովհետև կներեք, էլի այնպեսի նաև տպավորություն է, որ մեր այդ արմատական ընդդիմությունը, այն որ հիմա ասում են տիտուլային ընդդիմություն, ոչ նա ինքնուրույն մտածել չգիտի, ոչ էլ այնա մտածեց, որ ասենք ասողը հիմա զբաղված է շատ Ուկրաինայով եւ այլն, ասում է տղերք մի քիչ հանգիստ մնացեք, մինչեւ հասկանանք ինչ անում, կասեմ ինչ անեք կամ ինչ ասեք։ Ընդդիմության էլեկտորատը փորձեմ ես հասկանալ, դա մարդիկ են, որոնք զրկվել են օրինակ իշխանությունից, պարտադիր չի բարձր պաշտոն, տեղում ինչ որ գյուղապետ էր նախկին։ Սա մեկ, երկրորդը գումարը, ես նշեցի, երրորդը այն հատվածը, որը դեռ ասում է Ռուսաստանն է մեր դաշնակից, եկեք ասենք, որ կա այդ հատվածը։ Հատված, որը չի վստահում Տրամփին իմ ասած կետերի պատճառով, մտածում է դե մեզ կթողի, ոնց որ այն ժամանակ իբրև թե, եւ Ռուսաստանը մեզ կուլ կտա։ Այսինքն, այստեղ ծրագիր պետք չի, իրենց գովազդը Ռուսաստանի ինչին է ուղղված, արդեն չեն էլ ասում մեր դաշնակիցն, ասում են մեզ սպառնալիք է, մենք կդառնանք Ուկրաինա։ Մարդկանց վրա դա ազդում է, մի հատ Եվրոպայում նայեք, բոլոր աջակողմյան ուժերը ամենաշատ ռեյտինգն ունեն, հեղինակությունը։ Ինչի հիման վրա Ռուսաստանի հանդեպ սիրո չէ, վախի։ Ընդդիմությունն ինչ ամեն օր ասում է Թուրքիան սա գալու է, ԱՄՆ-ն Թուրքիային է բերելու, մարդկանց վրա դա իր ազդեցությունը հատկապես սահմանային քաղաքներում ունի։ Գյումրիում տեսանք ինչ եղավ, չէ՞, Գյումրին երկրորդ քաղաքն է։ Բացի այդ, քանի որ իշխանությունները իրենք էլ չեն կարողանում իրենց օրակարգը հստակ, ասենք, չի կարելի գալ ասել, ես խաղաղություն եմ բերել, հետո հերքել քո ասածով։ Ես զուշացնում եի, որ ձեր հեղինակությունը առավել ընկնելու է։ Պետք է գալ ճշմարտությունն ասել ժողովրդին, ասել ես կատարել եմ մեծ աշխատանք, բայց իզնից կախված չի, էս կետերը, ես փորձում եմ բանակնել եմ զինում, չի կարելի ասել մեզ պետք չի, կրճատում ենք, դա մեզ հիմք չի։ Այսինքն իշխանությունը ունի մեծ սխալներ, ես այդտեղ թիմ չեմ տեսնում, ես տեսնում եմ մի անձ։ Ես չեմ հավատում, որ այնտեղ մեկը կարող է հակադարձել Նիկոլ Փաշինյանին, գուցե շատ խելացի մարդիկ։ Սա խոցելի է դարձնում գումարած իշխանության հանդեպ անվստահություն արդարադատության համակարգի խաղերի հետ կապված այդ մուրջ բան, արդեն ժողովուրդը մենք շփվում ենք, չէ՞, լուրջ չի ընդունում։ Այս հիասթափությունը որոշակի էլեկտորատ է ավելացնում այս ուժերի համար։ Բացի այդ կրկնեմ, իրենք մեծամասնության վրա չեն հենվում, իրենք հենվում են ռադիկալ մեթոդների վրա։ Այ կկախենք, վիզը կփոկենք, կներենք էլի, ինչին իրանք սովոր են։ Իսկ Ռուսաստանի օգնությունը ունենալով ինչ որ պահի կարող են այդպիսի քայլերը աշխատել։ Մանավանդ եթե Ալիևն էլ ինչ որ մի ավանտյուրայի գնա, ով ասաց, որ ժողովուրդը չի մտածի, որ ավելի լավ է ռուսները, եթե հին հեքիաթը քան թուրքերը։ Այսինքն դուք պնդում եք, որ այս իրավիճակը որպեսզի չլիներ, նկատի ունեմ Ռուսաստանի ազդեցության մեծ ազդեցությունը, նկատի ունեմ ներհայաստանյան քաղաքական կյանքի վրա կամ սպառնալիքը այդ ազդեցության մեծացման, չէր լինի այդ վտանգը, եթե օրինակ ժամանակին իշխանությունները կատարեին տասնամյակներ արդեն տրվող խոստումը, մենակ իրենցը չէ, եւ տեղի ունենար լյուստրացիա։ Անցումային արդարադատությունը չաշխատեց։
Լյուստրացիան պետք է լիներ, որ նա աշխատի։ Կուսակցությունների գործունեության մասին լյուստրացիան դա 1, երկրորդը անցումային արդարադատությունը 2, դատարանների արդեն գործունեության հետ կապված, որ հիմա չասեն, մենք չենք խառնվում, այսինչ վատն է այդ դատավորը չի կարող այդպիսի բան լինել, կամ չփոխենք արդարադատության նախարարին, ասենք դե կուխնյայի բարեկամն է, դրա համար է ինքը վատ աշխատում, բոլորը հասկանում են ինչա կատարվում։ Գումարած չստեղծել կասկածելի հիմնադրամներ, դրա մասին շատ է խոսվում, որ այդ գումարները փակ են, ժողովրդի մոտ դա կասկած է առաջացնում։ Չշահել տենդերներ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների հետ, բոլորի դեպ, այսինքն ես հիմա շատ բան կարող եմ ասել։ Բանակը ըստ էության Անդրանիկ Քոչարյանը պետք է հաշվետվություն տար սեպտեմբերին ազգային ժողովում, թե ինչ են պարզել։ Դա ազգային անվտանգության խնդիր է։ Դուք ասում եք մենք պարտվել ենք, որովհետև մենք ունենք դավաճան գեներալներ։ Ամիսները անցնում են, տարիներն անցնում են, մենք մի հոգի չկա։ Այսինքն ոչ մի բան չեն անում, ժողովուրդն էլ ասում է կամ նախկինների հետ են, կամ չեն կարողանում աշխատել, կամ չեն ուզում աշխատել։ Հիմա կարևորը պատճառը չի, կարևորը հետևանքն է, որ թողնվել են բոլոր այն օջախները, որոնք կարող են աշխատել մեր պետության դեմ։ Եվ ամեն ազգային ժողովի նիստին գալիս ասում են դուք ուզում եք պատերազմ բերել նախկիններին։ Բայ դուք ինչ եք անում դրա համար, որ չբերեն նոր ռուսամետ ուժ եք մտցնում խորհրդարան, ամեն ինչ անում եք, որ Սամվել Կարապետյանը դառնա հեղինակություն, ինչ եք ձերբակալել Սամվել Կարապետյանը։ Եկեք մի հատ այդ հարցը իդեպ շատ քաղաքագետները ասում են, բայց եթերներում չեն ասում։ Ինչու էր պետք նրանից դարձնել քաղաքական հալածյալ։ Հիմա որ ինքդ բանտարկված է, իր թիմը չի կարողանում ձևավորվի, ինչա գումարները տարել է այդ բանտ։ Այսինքն ինչու համար էր պետք իրեն դարձնել հերոս, որ նա դիմի Հայաստանի դեմ դատարան, քրեական գործերը ամբողջովին կազմեիք, մտնեիք դատարան, ապացուցեիք, որ օրինակ ձեր ասելով պետության դեմ են աշխատում, մարդկանց վնաս են տալի, գնայք, ձեր գործողությունն անեք, իսկ հիմա առիթ եք տվել, որ ինչ որ եսի կներեք Ամերիկայից կամ Եվրոպայից փաստաբան գա, մի հատ էլ մատ թափ տա Հայաստանի վրա, սա փնթի աշխատանքի արդյունք է։ Ես ուզում հասկանամ, այդտեղ իրավաբաններ չկան։ Եվ մի հատ էլ մտածում եք Ստոկհոլմի դատանը ինչ որոշում կկայացնի։ Շատ սխալ քաղաքականություն, եթե իհարկե հատուկ չէր արվում, որ նոր ռուսամետ ուժ գա խորհրդարան, ես վստահ եմ գալու է այս տեմպերով։ Քանի որ Ռուսաստանի մասին շատ խոսեցինք, տեսեք, Ռուսաստանի վիճակը ուկրաինական ճակատում բարդանում է, որովհետև Ուկրաինան ըստ էության նոր հնարավորություններ է ձեռք բերում, հիմա դա Ռուսաստանի պատճառով կամ մեղքով եղավ, թե հակառակ ամեն ինչ եղավ, դրամաբանության եղավ, այդ դնենք մի կողմ։ Միացյալ Նահանգները թույլ տվեցին 2 օր առաջ, եթե չեմ սխալվում, որ իր զինատեսակներով Ուկրաինան խոցի արդեն խորը թիկունքում թիրախներ։ Զելենսկին երեք խոստացավ շատ ցուրտ ձմեռ Ռուսաստանի համար, ըստ էության սպառնալով, որ ոչնչացնի կամ մասամբ կվնասի էներգահամակարգը Ռուսաստանի Դաշնության։ Հիմա դա մի կողմից բնականաբար թուլացնում է Ռուսաստանի դիրքերը, բայց մյուս կողմից մի վտանգ է ստեղծվում, որովհետև թուլացող Ռուսաստանը Ուկրաինայում թուլացած, Մոլդովայում պարտված, խոսեցինք արդեն այդ մասին, Հարավային Կովկասում պարտվող Ռուսաստանը ինքը դառնում է վախենալու, որովհետև ինքը դառնում է անկանխատեսելի։ Հիմա մենք դրանից պետք է վախենանք, թե ուղղակի պետք է ընդունենք ի գիտություն ու սպասենք ինչ կլինի։ Ավելի ագրեսիվ է դառնում Ռուսաստանը եւ ընդհանրապես իհարկե դա մեզնից կախված եւ ցավալի բան է Ռուսաստանի պարտությունը այդ մասնատում ես դրան չեմ հավատում տարբեր վայրերում ուղեկցվելու է մեծ կորուստներով որովհետեւ Ռուսաստանը եւ Աֆրիկայում ունի միջոցներ Ռուսաստանը ամենտեղ նոր օջախներ է հիշում եք ասեց վերջերս մենք Հայտիից կհարված ենք ԱՄՆ-ին ամենտեղ Հյուսիսային Կորեա որ քարտեզը նայում եք Ռուսաստանը ունի օջախներ դա Ռուսաստանը չի Չինաստանը որ ասեց ես թույլ չեմ տա որ Ռուսաստանը պարտվի նրանք ունեն այդ ուժը Իրանը Իսրայել Պաղեստին հակամարտության մեջ այսինքն Ռուսաստանը միայն հարավային Կովկասում չէ ամենտեղ լարելու է իրավիճակը Եվրոպայում ամեն ինչ պիտի անի որպեսզի Ուկրաինային թողեն միայնակ որովհետև Ուկրաինայի սահմանը շատ երկար է ռազմաճակատում իրենք չեն կարողանում առաջ գնալ Ռագոզինի հայտարարություն տեսանք սենատոր Դա Կրեմլի ձայնն էր, որ այլևս ռազմաճակատում անհնար է ունենալ հաջողություն։ Ուրեմն ինչ են անում հիբրիդ հարձակումներ Եվրոպայի վրա, վախեցնելու քաղաքականությունը։ Եվ այո, Հայաստանում իրենք ունեն մեծ լծակներ։ Եկեք չմոռանանք, որ գույք պարտքի դիմաց գործարքի հետևանքով մենք այսօր թակարդի մեջ ենք, երկաթուղի, էներգետիկ համակարգ, ատոմակայան։ Ռուսաստանը այստեղ բոլոր միջոցները վերին լարսը փակելը, մենք չունենք դեռ այլ ընտրանք ցամաքային, իդեպ դա շատ վատ է Թուրքիայի սահմանը
որ բացվեր, Էրդողանն դա հատուկ չի անում։ Հայաստանը այսպես ակվարիումի մեջ է ըստ էության հայտում Իրանի հանդեպ այս սանկցիաները տեսնենք տնտեսական ինչ սանկցիաներ են դրվելու։ Ռուսաստանի հետ առևտուրներ արդեն երկրորդային շուկան անհնար է լինելու այս նոր եվրոպական փաթեթով։ Այսինքն Հայաստանի վիճակը բարթանում է։ Մեր աշխատանքը որը պիտի լինի մեր եվրոպացի եւ ամերիկացի գործընկերների հետ մեր ռիսկերը բացատրել։ Ես հերո եմ, որ այսօր Տրամպի վարչակազմում կան մարդիկ, բացի իհարկե Ռուբիոից, որ հասկանում են օրինակ Հայաստանը ինչ ռիսկեր կարող է տեսնել, ինչ ռիսկերի առաջ է կանգնելու։ Հայաստանի կառավարությունը պիտի բոլորը կետերով բացատրի, հասկանա, մի փոքր պարզ ասեմ։ Եվրոպան այս հարցում կարող է օգնել, ոնց որ Մոլդովային, այս հարցում չի կարող։ Մենք ինչ կարող ենք անել այդ հարցում։ Արաբական շուկան, հնդկական շուկան, միայն եվրոպականը չի։ Մեր տնտեսվարողներին որ չթողնենք վերին լարսով Վնաստան, Ռուսաստանը մեզ վրա չի հարձակվելու, Ռուսաստան տնտեսական։ Երկրորդը ասեցի, ներքին դեստաբիլիզացիոն էս ուժերին չթողնել, որ այսպես պատատվեն փողոցներում, ասենք Շուշին հանձնել են, հիմա այդ մարդիկ գնում են ընտրությունների, ինչ բանա, գեներալներ։ Մի բան էլ իրենք են ասում, որ դավաճան են, ԿՊ ենք, այսինքն ԿՊ-ն սխալ քաղաքականություն է, ԿՊ-ն ասելով նկատի ունեմ մեկ հոգու Նիկոլ Փաշինյանը։ Եթե մենք մեր խնդիրները լուծենք եւ մնա Ռուսաստանը, իհարկե մենք չենք կարող կանխատեսել, բայց գոնե իմանանք, որ եթե Մոլդովայի նման մեզ նման փոքր երկիրը կարողանում է իր դաշնակիցների օգնությամբ ինչ որ ռիսկերը մինիմալիզացնել, մենք այդտեղ Գագաուզյան չեմ մոռանում, Մերզնեստերը այդքան չէ, ինչքան Գագաուզյան, որտեղ պրոռուսական ուժերն են միշտ հաղթում վարչական ղեկավարին էլ ձերբակալեցին, մենք ասենք, որ մեզնից ինչ հասնում էր, մենք արեցինք։ Բայց քանի որ այստեղ դատարկ է, ես չեմ կարող հիմա ասել, մենք սպասենք, բախտներս կբերի, Տրամպը կամ կզանգի Պուտինին կասի մի արա, այդպես մտածելով մենք ունեցանք 20 թվական, երբ մենք զանգում էինք մեր արևմտյան գործընկերներին, իրենք էլ զանգում էին Պուտինին եւ այսպես պատտվում էր ժամացույցը։ Տեսեք, բայց էլի գանք ձեր տրամաբանությամբ, լավ, Եվրոպային մենք բացատրեցինք մեր ռիսկերը, ինչ որ բաներ ստացանք, ինչ որ բաներ բաց մնացին, հա Եվրոպայի հետ այդ իմաստով մի քիչ ավելի հեշտ է, այնտեղ Ֆրանսիա ունենք բարեկամական երկիր։ Անգլիան էլ Մեծ Բրիտանիան։ Հա, Մեծ Բրիտանիան էս վերջերս մեզ սկսել լավ աչքով նայել, չգիտես ինչու, բայց մի քիչ վախենալու է, որտեղ չգիտես ինչու։ Մի խոսքով Եվրոպայի հետ ենթադրենք ինչ որ բաներ ստաց։ Ակնկալիք Միացյալ Նահանգներից մենք կարող ենք ունենալ այն դեպքում, երբ Թրամփի թիմը, դուք ասացիք, որ այնտեղ քիչ շատ մտածող Ռուբիոն է։ Թրամփի թիմը եւ ռազմավարական մտածողությունը սրանք հակոտնյա գաղափարներ են, հա, մարդիկ զբաղված են ամենօրյա խնդիրներ լուծելով, ժամանակին մենք այտենց առաջին պատերազմի ժամանակ 3 օրվա խնդիրներ էինք լուծում ստիպված։ Իրենք ստիպված չեն։ Իրենք տնտեսությունը տարան շատդաունի 3 Եթե նկատել եք ընդհանրապես բյուջեն ընդունելը միշտ էլ ԱՄՆ-ում էսպես է, ասում են, վայ մնաց 5 րոպե, շատդաուն ու հետո լուծվում է, դա ձայներ հավաքելու, գիտեք միջանկյալ ընտրություններ են, մեթոդը իհարկե լարելով իրավիճակը, այդ սերսպիտակը այնտեղ էլ աշխատում։ Մեծ Բրիտանիայի հետ կապված մի խոսք, այնպես չի որ Մեծ Բրիտանիան այն ժամանակ չէր ուզում Հայաստանի հետ շփվել, եւ չմոռանանք, որ առաջին հանրապետությանը իրենք էին օգնում եւ Նախիջևանը այդպես միացրեցին առաջամեծը։ Ուղղակի քանի որ մենք ընկալվում էինք որպես Ռուսաստանի ֆորպոստ, մենք հետաքրքիր չենք։ Հիմա որ փորձում ենք այսպես շարժվել, դրա համար շատ երկրների հետաքրքրությունն է այստեղ, ասում են ինչու են հիմա բոլորը մեզնով հետաքրքրած, որտեղ այն ժամանակ մտածում էին դա Ռուսաստանի ինչ-որ մաս է։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ո՞րն է այստեղ լուծումը։ Տրամպը ինքը արդեն ասաց, ես գնում եմ ներքին հարցերով զբաղվում, ասաց, ես հաջողություն եմ մաղթում Զելենսկուն եւ Պուտինին։ Նա արտաքին քաղաքականությամբ չի էլ զբաղվել։ Մեր խնդիրը պետքարտուղայության հետ մեր աշխատանքն է։ Դուք որ ասում եք մեզ կաջակցեն թե ոչ, դա գիտի 2-3 հոգի։ Անվտանգության խորհրդի ղեկավարը, ԱԳՆ ղեկավարը եւ վարչապետը, իրենք են շփվում, իրենք կարող են ասել միայն։ Եվ սենատորների հետ պիտի աշխատենք հանրապետական, դեմոկրատներից ավելի հեշտ է, որովհետև սենատն է ընդունում որոշումները, սենատն է բյուջեն հաստատում ռազմական օգնության նաև, այսինքն Տրամպի վրա սենատն ունի ազդեցություն, հանրապետականները, իհարկե թվում է թե չկա, բայց ոչ, Տրամպը երբեք հանրապետականների դեմ չի կարող գնալ, այնտեղ իմպիչմենտի հարցեր կան։ Այսինքն մենք պիտի Տրամպին ամեն օր ասենք շնորհակալություն, Փաշինյանը դա կարողանում է։ Զուգահեռ աշխատենք իր այն թիմի այն անդամների հետ, որոնք հիմնականում պատասխանատու են արտաքին քաղաքականության համար։ Սա պիտի լինի մեր աշխատանքը։
Մեր աշխատանքներից մեկը, տեսեք, մենք ասացինք, որ պետք է մեր ռիսկերը գնահատենք, հետո ներկայացնենք այդ ռիսկերը մեր գործընկերներին, հասկանանք ինչ ենք ստանում, բայց այստեղ մի այլ խնդիր էլ կա լավ իմաստով, բայց տեսեք, Հարավային Կովկաս Հայաստանը մասնավորապես, երբ մենք խոսում ենք խաղաղության խաչմերուկի մասին, Հարավհյուսիս միջին միջանցք հատման եւ այլն, ըստ էության դա ինքնին հնարավորություն է, առևտրի հնարավորություն է, այսինքն դու այդ խաչմերուկով կարողանում ես առևտուր անել։ Տեսեք, դուք ասացիք, որ վտանգ կա Չինաստան Միացյալ Նահանգների հարաբերությունների սրում, Ռուսաստան Միացյալ Նահանգների հարաբերությունների, Իրան Միացյալ Նահանգների հարաբերությունների սրում, բայց այ հենց դա նաև ինքը որոշակի մանևրի տեղել է տալիս մի կողմից էլ։ Մյուս կողմից ռիսկեր էլ կան, բայց կան նաև այդ մանևրելու հնարավորություններ։ Այդ մասին ոչ ոք չի խոսում։ Ես չեմ կրկնի այն արտահայտությունը, որ նոր պատերազմ, նոր տարածքներ, դա գիտությունը։ Ես կասեմ, որ նոր ռիսկերը, նոր հնարավորություններ են ստեղծում եւ հակառակը, նոր հնարավորություններ, նոր ռիսկեր։ Դա կախված է այն թիմից, որը աշխատում է արտաքին ոլորտի հետ։ Եվ կախված է նաեւ այդ երկրներից, միակողմանի չպիտի լինի։ Այո, ավելի հեշտ է խաղալ, երբ կան տարբեր շահեր տարածաշրջանում, բայց դրա համար դու պիտի ինքդ որքան հնարավոր է սուբյեկտայինությունդ բարձրացնես, այսինքն թե գիտեն, որ դու բանակ չունես, տնտեսությունը մրցունակ չի, երկրումդ էլ անօրինականությունն է ծաղկում, որևէ մեկը քեզ հետ հաշվի չի նստի։ Ուկրաինայի հետ ինչ են հիմա հաշվի նստում, մի հատ էլ ասում են, ինչ լավ եք պայքարում, սկզբի 1 տարին որևէ մեկը չէր օգնում, լավ 6 ամիսը, կամ օգնում էին սենց կաթիլով։ Այսինքն այդ պետությունը ինքը ցույց տվեց, որ պատրաստ է պայքարի, նոր սկսեցին օգնել։ Ոչ թե մենք ասում ենք, մեզ տեսնենք ով կօգնի, մի հատ նայենք շուրջներս, չէ, դա սխալ է։ Այսինքն բանակը, օրենքը մենք պիտի անենք մրցունակ տնտեսությունը, նոր մնացածը դաշնակիցներ փնտրենք։ Ինչ վերաբերում է Չինաստանի, տեսեք, Իրանը շատ բարդ իրավիճակ է մեզ համար Իրանի դեպքում, որովհետև այս նոր սանկցիաները եւ ես կարծում եմ գնալով ավելի սրվելու են հարաբերությունները։ Այն նորն է, իդեպ ասեցին, որ Իսրայելը կարող է նոր հարված հասնել Իրանին, ընդ որում մի խաղաղություն է եկել։ Մեր շուրջը լարվածությունը, հատկապես ռազմական էսկալացիան մեծանում է։ Մեր խնդիրը որն է, համադրել մեր շահերը այս գերտերությունների շահերի հետ, բոլորի հետ հասկանալ ինչպես կարող ենք աշխատել։ Ես հեռու եմ այդ մտքից, որ ասում եմ, պետք է Պեկին չգնա, Պուտինին չզանգի, այդ ինչ մտածելակերպ է։ Ռուսաստանը դեռ այստեղ ներկա է։ Այլ հարց է, թե մենք ինչ ենք անում, որ քչանա ներկայությունը, բայց ունենալ ռուսական երկաթուղի, ռուսական պատկանելիության եւ ասել Ռուսաստանը դուրս է եկել տարածաշրջանից, ես չգիտեմ, դա ուղղակի ձայն հավաքելու համար է, թե չեն հասկանում, որ Ռուսաստանը չի հեռացել։ Ուղղակի մեր լիբերալները որպես կանոն, այսպես պակաս ֆաշիստ չեն իմիջայլուց։ Ես ասեմ, միշտ իրենք դարձնագույն երանգավորում են ունեցել ուղղակի արևմուտքի կողմից, այսպես։ Բայց գիտեք, իրենք վարկաբեկում են արևմուտք արտահայտությունը, որովհետև մարդիկ ասում են, եթե սա է արևմտամետությունը, ավելի լավ է մենք ռուսամետ դառնանք, իհարկե։ Այսինքն, էլի գալով ձեր հարցին, այստեղ մեծ աշխատանք ունենք, մենք փոքր երկիր ենք, բայց մենք խաչմերուկ ենք, իդեպ դա Գարեգին Նժդեհն է դեռ վաղուց գիտակցել, որ այստեղով աշխարհակական կարևոր ճանապարհներ են գնալու։ Եվ պիտի բոլոր երկրների հետ աշխատել ու ամենակարևորը ես հակադրվում եմ դա բանակի դիմադրողականության բարձրացումն է, ինչը անում է Ալիևը, որտեղ առաջի հարվածը բանակի ուղղությամբ է լինում, որ ասում են առաջի կետը չի, առաջինը հենց բանակն է, երբ որ դու դիմադրում ես, կայս են դաշնակիցներ, հետո պետք է տնտեսություն, ժողովրդի վստահություն, մենք կրկնեմ մեր աշխատանքը պիտի կատարենք, զուգահեռաբար այո, օգտվենք այս նոր հնարավորությունից, որ բացվեն, բայց հայ-թուրքական սահմանի բացումը այստեղ շատ կարևոր է մեր տնտեսության շնչելու համար։ Նախ ռիսկերը պիտի գնահատվի, որ սահմանը բացվի, մեր գյուղմթերքը ինչ իրավիճակում է լինելու, սուբսիդավորում պիտի լինի, ես չգիտեմ, դա հաշվարկվում է, ես չեմ լսել դրա մասին։ Բացի այդ պիտի հասկանալ, որ Թուրքիան չի բացի սահմանը մինչև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքումը, որովհետև Էրդողանն է այնտեղ, եթե լինեին դեմոկրատական ուժերը, դա դրա հետ կախված չէր լինի։ Այս հաշվարկը ունենալով պիտի գործենք, ոչ թե ժողովրդին կներեք կերակրենք, որ վաղը Թուրքիայի սահմանը բացվում է, խաղաղություն է, վաղը Ամերիկան այստեղ է, Ռուսաստանը գնաց։ Հիասթափությունը հետո ավելի դժվար է հաղթահարել։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։